Վերջին 2 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանը որոշում է խոշոր հողատարածք վաճառել ռուսական կողմին, ընդ որում առանց աճուրդի։ Այս անգամ գնորդը Գազպրոմ Արմենիան է։ Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստը 300 միլիոն դրամի դիմաց կստանա շուրջ 32,000 քառակուսի մետր տարածք Երևանի Ծարավ աղբյուրի նորակառույցների կողքին ուսումնական սպորտային համալիր կառուցելու համար։ Ավագանու Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը մտահոգված է, ինչու աճուրդ չի հայտարարվում, ինչու է կրկին ռուսական ընկերությանը հողատարածք վաճառվում եւ ինչու չի հայտարարվում ով է գնահատել ու գինը որոշել։ Կարող է մի ուրիշ անկախ գնահատող 400 միլիոն գնահատել դա։ Մանեք այդ փաստաթղթերի մեջ եւ չգտա թե ով է անկախ գնահատողը։ Այս վերջերս անհանգստացնող է այս առանց աճուրդի ուղիղ վաճառքով։ Ռուսական ընկերությունը նախատեսում է 49 միլիոն դոլար ներդնել տեղում նաև մանկապարտեզ ու դպրոց կառուցելու համար։ Քաղաքապետարանի հիմնավորման մեջ նշվում է, արդյունքում կբացվի մոտ 236 աշխատատեղ ընդհանուր 27 միլիոն ամսական աշխատավարձով։ Ծանոթանալով ներկայացված թվերին, Դավիթ Սանասարյանը պնդեց, սա շահույթ հետապնդող ծրագիր է եւ տեղն էլ պատահական չէ ընտրված։ Տարածքը էլիտար տարածք է դառնում։ Դուք պետք է տեսնեք այնտեղ դեսպանատներից ու պետոսաներից սկսած մինչև էլիտար տներ ու շենքեր, որոնց մի մասը պատկանում են մեր պաշտոնյաներին։ Այսինքն այդ բիզնես պրոյեկտը էլիտար թաղամասում բնականաբար շահույթ հետապնդող է։ Միգուցե ասում ավելի լավ պրոյեկտ կար։ Միգուցե մյուսը ենթադրենք Սփյուռքայի բարեկամ ու նվիրատվություն էր անում։ Քաղաքապետարանի ներկայացրած թվերից ստացվում է, որ հողատարածքի 1 քառակուսի մետրը ռուսական ընկերությանը վաճառվում է շուրջ 20 դոլարով։ Մի քանի անշարժ գույքի գործակալություններից սակայն տեղեկացանք, որ նույն փողոցի հարակից տարածքում բնակելի շինություն կառուցելու համար 1 քառակուսի մետրն արժե 100-ից 130 դոլար։ Աճուրդի դեպքում ավելի էժան չէր վաճառվելու, հավաստիացնում է քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանը ու հավելում, որ քաղաքապետարանն իրավասու է առանց աճուրդի ուղիղ վաճառք իրականացնել։ Աճուրդով օտարելու դեպքում այնպես չի, որ ավելի թանկ գնով էր օտարվում, շուկայական արժեքով էր օտարվում։ Այսինքն դպրոց կառուցել եւ դրա արդյունքում ծախսել 49 միլիոն դոլար, որից հետո ակնկալել, որ ինչ որ բիզնես է լինելու եւ գումար է հետ գալու, առնվազն իրատեսական չի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան ընդդիմադիր Դավիթ Սանասարյանի բարձրացրած հարցերի ասաց, եթե չլիներ Գազպրոմ Արմենիան, քաղաքապետարանը սեփական բյուջեից պետք է հատկացներ կլորիկ գումար տեղում նման համալիր կառուցելու համար։ Պարոն Սանասարյան, մենք չենք դիտարկում դա բիզնես ծրագիր, մեծ ներդրում է իրականացվում, դա օգտագործելու են հենց այդ թաղամասի բնակիչները։ Այս կազմակերպությունը դա չէր իրականացնելու, ուրեմն համայնքը իր բյուջեից դա պետք է իրականացներ։ Իսկ մենք կարողացել ենք բանակցել եւ շնորհակալ ենք, որ իրենք իրենց պատրաստակամություն են հայտնել այդ մեծ գումարները ներդնել այդ թաղամասում։ Դավիթ Սանասարյանն ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց, արդյոք կառուցվող դպրոցն ու մանկապարտեզն անվճար են լինելու։ Տիկնոջ շփոթված պատասխանն ուղղելով Տարոն Մարգարյանը հստակեցրեց, որ կրթօջախները տնօրինելու է Գազպրոմ Արմենիան եւ դեռ պետք է քայլեր ձեռնարկել անապահով խավի համար այն մատչելի դարձնելու։ Ուզում ենք հասկանալ դա մասնավոր է լինելու, թե համայնքին է տրվելու այդ դպրոցներն ու մանկապարտեզները։ Ինչպես ասաց քաղաքապետը, ենթակայությունը լինելու է կրթության նախարարության։ Ոչ, դա լինելու է հենց Գազպրոմ ընկերության կազմակերպության սեփականությունը։ Իսկ լիցենզիան բնականաբար տրվում է կրթության նախարարության կողմից։ Մենք պետք է նաև հարցը բարձրացնենք սոցիալապես անապահովների համար լինի մաշելի։ Հարցը քննարկման դրվեց ավագանու արտահերթ հրավիրված նիստում, դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր Բարև Երևանը։ Խմբակցության անդամ Սանասարյանը վստահ է, սա քաղաքական որոշում էր, որը կայացվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում։ Նույն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն էլ մտավախություն ունի, որ Գազպրոմ Արմենիան այս ծրագրի համար ծախսած գումարը կներկայացնի որպես ներդրում ու յետ կստանա մատակարարվող գազը թանկացնելու ճանապարհով։ Հիմա մտավախությունս հետևյալն է, որ վաղը չեմ իսօրը գազը բարձրացնելու, սա եւս հաշվի են առնելու, որ Գազպրոմը ներդրում այն ծրագիր է առել 49 միլիոն դոլարով, ուրեմն եւ այդքանով գազի գինը պետք է բարձրանա։